Պարոն Սահակյան, 1 տարի առաջ այս դահլիճում ունեցած ելույթում հրապարակեցի փաստեր, որոնք հնարավորություն են տալիս ասելու, որ 2013 թվականի հունիսի 2-ին Սյունիքի նախկին, հիմա արդեն նորից գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր տան մոտ անձամբ է սպանել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի։ Հիմնավորել եմ նաև, որ ներկա դատախազ, նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է, թաքցրել է այդ փաստերը։ Այս ամենը լայնորեն հայտնի է հանրությանը, մամուլի էջերում, սոցիալական ցանցերում արմատացած է համոզմունքը, որ Սուրիկ Խաչատրյանի կատարած սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակով։ Մամուլում տասնյակ հրապարակումներ են եղել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների կատարած լկտիությունների ու անցանքների մասին, ու այսքանից հետո Սուրիկ Խաչատրյանին ձեր կառավարությունը կրկին նշանակում է Սյունիքի մարզպետ։ Պարոն Սահակյան, որպես իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ, կարող եք ասել, թե ինչ եք ուզում այս ամենով ասել։ Սյունեցիներից մեկին ոչնչացրածին վերստին նշանակելով մարզպետ, կարող ենք արձանագրել, որ դուք նրան կառավարության որոշման մակարդակով տալիս եք Սյունիքում, Հայաստանի այլ տարածքներում սպանություններ եւ այլ լկտիություններ կատարելու արտոնագիր։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ օրակարգի հետ բոլորովին կապ չունեցող հարց է, պարզապես այս բանը եզրեկուցող է, եթե ինձ տվարեի կընդհատեի, բայց որ ասել եք, ասեմ, երբ որ կարողանաք ազգային ժողովին լիազորություններ տալ դատաիրավական, քննչական գործողությունների, այդ հարցը կարող եք ուղղել ազգային ժողովին, իսկ եթե հնչեցնում եք ժողովուրդը լսելու համար, արդեն ինձ հնչեցրեցիք։